Մեզանում շատ տարածված է այնպիսի հիվանդություն, որը կոչվում է աուտոիմուն տիրոիդիտ։ Ես կարծում եմ չկա մի մարդ, որ լսած չլինի սրա մասին, որտեղ նա շատ տարածված է։ Ինչ բան է աուտոիմուն տիրոիդիտը։ Իդեպ այս հիվանդության պատճառով կարող է լինել մարդու մոտ թե հիպերտիրիոզ, այսինքն կարծեցյալ վահանաձև գեղձի գերֆունկցիա, կարծեցյալ գերֆունկցիա։ Ինչու եմ ասում կարծեցյալ, որտեղ իրականում գերֆունկցիա չկա, պարզապես կա ֆիզիկական շատ հորմոններ այդ պահին արյան մեջ, որոնք առաջանում է գերֆունկցիայի, ոչ գերֆունկցիայի շնորհիվ, այլ ուղղակի ֆիզիկապես գեղձից նրանք հայտնվում են արյան մեջ, հա։ Դրա համար ասում եմ կարծեցյալ հիպերֆունկցիա, իդեպ աուտոիմուն տիրոիդիտի ժամանակ կարող է լինել հիպոֆունկցիա եւ հորմոնների պակաս, երկու դեպքն էլ տանում են սեռական ֆունկցիայի խանգարումների, երկու դեպքն էլ։ Եվ աուտոիմուն տիրոիդիտը նաև ինչ բան է աուտոիմուն այդ սկզբունքը, հա, ես բացատրում եմ պացիենտներին ու շատ լավ որ հասկանան դա ինչ է, որտեվ շատ անգամ տեսնում են, որ մարդը ունի պատմություն այդ հիվանդության երկար տարիների, բայց գաղափար չունի ինչ է իր մոտ։ Իմ խորը համոզմամբ մարդը պետք է գոնե մի փոքր, այս հանրամատչելի մակարդակով հասկանա ինչ է կատարվում իր հետ, ինչ է սա աուտոիմուն տիրոիդիտ, աուտո ինքդ, իմունիտետի ինչ-որ խանգարում, հա, երբ զինվորները մեր օրգանիզմի իմունային, հա, բջիջները փոխանակ պաշտպանեն մեզ, սկսում են ռմբակոծել մեր սեփական հյուսվածքը։ Եթե կա աուտոիմուն տիրոիդիտ մարդու մոտ, շատ հավանական է, որ նաև աուտոիմուն պրոցեսը կարող է լինել օրինակ կնոջ ձվարաններում։ Եթե աուտոիմուն տիրոիդիտի ժամանակ վնասվում է վահանագեղձը, զուգահեռ աուտոիմուն պրոցես եթե լինի ձվարաններում, մենք կարող ենք ունենալ անգամ շատ վաղաժամ դաշտանադադար ցավոք, հա, սա շատ տխուր վիճակ է, երիտասարդ կինը ունենում է, այսինքն աուտոիմուն ձվարանների վնասում։